Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի Ռոման Բերեզովսկի անվան խաղերին եւ կցանկանամ իրապես ֆուտբոլիստ դառնալ։ Իհարկե ուզում եմ Բերեզովսկին նմանվել, որտեղ նա շատ լավ կատար է Հայաստանի պատմության լավագույնն է իմ կարծիքով։ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի մասնակիցներն են, երկու օր դրանք չհանձնվեցին, պայքարեցին ու եւս մեկ քայլով մոտեցան երազանքին։ Տանիք եք, ուրեմն ամեն մեկը մեկի համար կռիվ տվեք մինչև վերջի վայրկյանը։ Բերեզովսկու անվան մրցաշարը անցկացվում է 3-րդ տարին անընդմեջ։ Մասնակցում են Երևանի ու 9 մարզի շուրջ 100 երեխա։ Իրանց վերաբերմունքից երևում է, որ իրանք շատ ոգևորում են դրանով։ Հույսով եմ ինչ-որ փոքրիկ, ինչ-որ դիտալ կարող սովորեն, թե դարպասապանը, թե մյուս ֆուտբոլիստները լավ գործ է։ Վանաձորում անցկացվող մրցաշարին մասնակցեցին նաև հատուկ հյուրեր։ Կազմակերպիչների հրավերով այստեղ էին Մոսկվայի Լոկոմոտիվի ներկայացուցիչները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը եւ Դմիտրի Լասկովը հետևեցին մրցաշարին։ Կան տաղանդավոր երեխաներ, քանի որ այս տարիքում ճիշտ է շատ դժվար է գուշակել ինչ ապագա կունենան երեխաները, բայց ամեն դեպքում այս տարիքում վատ որակներ ցույց տվեցին երեխաները։ Получили приглашение от Романа։ Առաջարկը ստացել եմ Ռոմանից, մեկ վայրկյան չեմ կասկածել եւ միանգամից ժամանել եմ այստեղ։ Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար սա լավ հնարավորություն է։ Երեխաները խաղում են հսկայական ցանկությամբ ու մոտիվացիայով։ Նրանք ֆուտբոլի ապագան են։ Մանկապատանեկան պայքարում հաջողությունը Արմավիրինն էր։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչում 5-2 հաշվով հաղթեց Արագածոտնին, Արագածավան գյուղի դպրոցի թիմին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ավարտին հատուկ պարգևներ հանձնեց։ Գագիկ Յազիչյանը դարձավ լավագույն ռմբարկու, Սուրեն Սիրեկանյանը լավագույն խաղացող, իսկ Fair Play մրցանակին արժանացավ Սարգիս Կարապետյանը։